Ողջույն բոլորին, ընկերներ, ծանոթներ եւ անծանոթներ, հատկապես անծանոթների համար շեշտեմ, եթե չեք դիտել մնացած հոլովակները, չեք կարող հստակ վերլուծել ասելիքս, այնպես որ եթե ուզում եք տեղեկացված լինել, դիտեք մնացած հոլովակները, որոնք կարող եք գտնել իմ տարբեր էջերում, այս ալիքում Հայաստանն առանց հայերի խորագրով հոլովակների շարք եմ հանրայնացրել ամիսներ առաջ, ոմանք դժգոհություն են հայտնել, դժգոհելով, թե ինչու եմ ընտրել այդպիսի վերնագիր, ոմանք ինձ մեղադրել են շատ ծիծաղելի է գործակալ լինելու մեջ, ծանոթ չլինելով իմ կենսագրությանը, ոմանք էլ գովաբանել են իմ ծնողներին, որ այդպիսի որդի են դաստիարակել, էլի ծանոթ չլինելով իմ կենսագրությանը, ինչևէ, ամիսներ առաջ ես հայտարարել էի բաց դրամահավաք և փնտրում էի հովանավորների, որոնք մասամբ կհովանավորեին կրթությունս։ Ուզում եմ նաև ներկայացնել հաշվետվությունը, 250,000-ից փոքր-ինչ առավել գումար է հավաքվել, այն գումարից, որը ես նշել էի, 1 միլիոն դրամ, ի սկզբանե գիտեի, որ այդ գումարը չի հավաքվելու, և այնպես ստացվեց, որ ինքս հիմնականում հովանավորեցի այդ կրթությունը, տեսեք, 30-ից չի անցնում այն մարդկանց թիվը, որոնք գումար են փոխանցել, և այդ գումարը հիմնականում հավաքվել է տենց մի քանի հոգու շատ փոխանցումների շնորհիվ։ Մնացածը ավելի համեստ փոխանցումներ են կատարել, ինչի համար ես նույնպես շնորհակալ եմ և տարբերություն չեմ դնում, բայց ուզում եմ ասել, որ չկարծեք, թե այդ 250,000 դրամը հավաքվել է 250 հոգու հազարական դրամների շնորհիվ։ Մի քանի հոգի, ինչպես նշեցի, մեծ գումարներ են փոխանցել, մնացածը 5,000-ական, 10,000-ական դրամներ, և այդպես հավաքվել է 250,000 դրամից փոքր-ինչ ավելի, դա նշվածս գումարի 30%-ն էլ չի կազմում, այնպես ստացվեց, որ ես ստիպված օգտագործեցի այն գումարը, որը նախատեսված էր հարազատ եղբորս դեղամիջոցների համար, դա վերջին քայլը պետք է լիներ, որ ես դրան պետք է գնայի, բայց ստիպված գնացի այդ քայլին, որովհետև չէի կարող ուշացնել վճարման ժամկետների մեջ, չէի տեղավորվում, և ասեմ ինչու։ Անցած տարի ես աշխատել եմ Լեռներում և հավաքել էի կրթությանս գումարը, մարզասրահի գումարը, այդ մարզասրահը, որպեսզի ես կարողանայի ինձ թույլ տալ, 1 տարի շարունակ աշխատել էի դրա համար, և իմ կրթությունն էլ, որը մարզչական է, սերտ կապ ունի դրա հետ և առանց մեկը մյուսի չէր կարող լինել։ Ընթացքում ես ծախսեր եմ կատարել, ձեռք բերելով սնունդ, մարզական գույք, չեմ գնացել հանգստանալու, ժամանցի վրա չեմ ծախսել այդ գումարները, հաճույքների վրա չեմ ծախսել, ամբողջը ներդրվել է իմ, այսպես ասած, ապագան կերտելու համար։ Սակայն ընթացքում ես հասկացա, որ ես պետք է գտնեմ ժամավճարով աշխատանքներ, որպեսզի գումար վաստակեմ, այդ աշխատանքը ես գտա, ճիշտ է մի փոքր հետաձգվեց, բայց գտա այդ աշխատանքը, ծրագրել էի նաև հաղթել Sky Race Թեղենիս 2026 մրցույթում, որին ամիսներ շարունակ պատրաստվում էի, անցած տարի էլ էի մասնակցել աշնանը փորձ ձեռք բերելու համար, չվերականգնված և այլն, շատ չեմ ուզում խորանալ,
լավ կազմակերպել էին, ես դրական feedback եմ թողել, կարող եք գտնել իմ Facebook-յան էջում հոկտեմբերի 18-ին feedback եմ թողել, ինքս ինձ էլ քննադատել եմ նշելով, թե ինչ պետք է ունենայի ինձ հետ, որպեսզի արդյունքս ավելի բարձր լիներ, այսպես ասած։ Այս տարի նույն կազմակերպիչները դեմքիս նայելով ստել են, մասնավորապես Լեռնային ուղեկցորդների և զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահը Հովհաննես Մարտիրոսյանը Սկիմո առաջնության օրը մայիսի 5-ին դեմքիս նայելով ինձ ասել է հետևյալը. այս տարի որոշում ենք կայացրել մրցանակային ֆոնդը բաշխել այսպես. պրոֆեսիոնալ մարզիկներին տալ խրախուսական նվերներ, սիրողական մարզիկներին դրամական պարգևներ նույն մրցանակային ֆոնդից։ Անցած տարի պրոֆեսիոնալ մարզիկներ էին մասնակցել եւ իրենց հետ մրցելը իրատեսական եւ իրական չէ սիրողականների համար։ Այդ ոլորտն ուսումնասիրած լինելով եմ փաստում։ Ինքս սիրողական մարզիկ եմ եւ ինձ պրոֆեսիոնալ չեմ համարում, ես պատերազմական ուղի անցած մարդ եմ եւ 1000 տեսակի վնասվածք ունեմ, ճիշտ է, բարձր ներուժ ունեմ եւ գուցե եթե առաջին տեղ չկարողանայի զբաղեցնել, երկրորդը կարող էի զբաղեցնել եւ կրթությանս վճարի վերջին մասը կարող էի հովանավորել, այսպես ասած, եւ ծրագրել էի այդպես։ Մարզասրահում մարզվելով ես այնպես էի մարզվում, որ մկանային զանգված չհավաքեի, որ այդ լեռնային վազքի ժամանակ ծանր չլինեի, այսպես ասած, որտեղ լեռներում մեծ մկանները չեն աշխատում, ես դա վաղուց գիտեմ։ Ռազմական ուղի անցած լինելով, ես տարիներ առաջ ծանր քաշերով ընդհանրապես մարզումներ չեմ կատարել եւ շատ արագաշարժ եմ եղել լեռներում։ Եվ ընդհանրապես խնդիր չեմ ունեցել թթվածնային քաղցի եւ առհասարակ։ Բայց այս մրցույթին մասնակցելուց հետո ես իմ սիրտը վնասել եմ, դրան էլ առանձին կառադառնամ։ Ուրեմն տեսեք, Հովհաննես Մարտիրոսյանը դեմքիս նայելով այդպիսի բան է ասել, իրենց ասոցիացիայի պաշտոնական էջում, մինչև իր հաստատելը խոսքով, նրանք նույն մտքերը շարադրել են ապրիլի 25-ին։ Իրենց ասոցիացիայի անդամներից մեկը իմ լայն անդրադարձերից եւ քննադատություններից հետո, այդ երկուսը չէ, այլ մարդ է, ում ես հարգում եմ, երկար ծավալուն նամակ ինձ ուղարկեց, քո խնդիրն է, որ ակնկալել ես, որևէ պաշտոնական հայտարարություն չի կատարվել, որ մրցանակային ֆոնդ կա։ Ես էլ սկրինը ուղարկեցի, որ ձեր էջում այսպիսի բան է գրվել եւ դու տեղեկացված չես, որ ձեր նախագահը իմ դեմքին նայելով մայիսի 5-ին այդ նույն բանն է ասել, այսինքն իր խոսքն արժեք չունի փաստորեն։ Այդպես ստացվեց։ Իսկ ինչ վերաբերում է Սկիմո առաջնությանը, այդ առաջնությանն ինձ հրավիրել էր Տիգրան Սիմոնյանը, չգիտեմ ինչ հաստիք է զբաղեցնում այդ ասոցիացիայում, չեմ էլ ենթադրի, բայց մի մարդ է, ով ինձ հրավեր է կատարել, որպեսզի այդ առաջնությանը մասնակցեմ։ Ես էլ նրան ասել եմ, որ Skyrace Թեղենիսին եմ պատրաստվում եւ չեմ ուզում ինձ ծանրաբեռնել, չգիտեմ դա ինչ մրցույթ է, նա էլ պատասխանել է, որ տենց առանձնապես բարդ չէ էլի, տենց 500 հարաբերական բարձրություն ես հաղթահարելու, վերտիկալ ոչն է, Սկիմո մարզաձևի մրցակիցներ էլ տենց առանձնապես չես ունենալու, առաջին տեղ էլ կարող ես զբաղեցնել, սենց
խայծ տալով, այսպես ասած, ես էլ մտածեցի, դեռևս չգիտեի, էլի, ինչն ինչոց է, այսպես ասած, տեստ հանձնելու համար, այսինքն զուտ այդ Sky Race տեղինից 2026-ից քանի օր առաջ 16-ին պետք է կայանար, 5-ին եմ այդ մրցույթին մասնակցել, մտածեցի, որ օրեր ունենամ հանգստանալու համար, հենց առանձնապես ինչ-որ խնդիր չի առաջանա եւ չերել առաջանա։ Ես այդ օրը շատ լավ վերելք եմ իրականացրել, բայց այդ վերելքը կիսատ է մնացել, ասեմ ինչու։ 300 հարաբերական բարձրության վրա նստած մրցավարը, երբ ես ուզում էի շարունակել դեպի վեր իմ ընթացքը, ինձ ռուսերեն լեզվով ասաց հետևյալը. բանը «Спускайтесь вниз». Ասացի, բայց у меня второе дыхание открылось. Նա ասաց, мы дистанцию сократили, можете спускаться вниз. Ես էլ չվիճաբանեցի, իջա ներքև։ Ներքևում, երբ ես մոտեցա այդ մրցավարին, երբ ամենն ավարտվել էր, նա ասացի, ինչ արդյունք եմ գրանցել։ Вы первое место заняли среди юношей. Ուրեմն, ասում եմ, բայց ես մեծահասակների մրցույթում եմ մասնակցել, պատանիների հետ ինչ կապ ունեմ։ Չգիտեմ, ես խառնել եմ, եւ այլն, սենց, բայց չէր կարող խառնել, որովհետեւ այսպիսի մորուքով այն ժամ ավելի երկար էր, հաղթանդամ բարձրահասակ մեկին նա չէր կարող խառնել պատանիների հետ, նորաթուխ դեմքերով, առանց սենց մորուքի, կարճահասակ եւ այլն, հնարավոր չէ։ Ես դիմեցի Հովհաննես Մարտիրոսյանին, ասացի, բա ինչպես է լինելու, ինձ բանը, ասել է իջիր ներքև, բայց իմ երկրորդ շնչառությունն էր բացվել, իդեպ իսկապես բացվել էր, իմ պուլսն էլ չէր բարձրանում առանձնապես, այդ օրը ես շատ լավ մարզավիճակում էի։ Ասաց, գիտեք ինչ ասաց, ասաց, դե բոլորն էլ մեդալներ ստանալու են, էլի։ Այդ բային ես տեսարան չստեղծեցի, բայց կարող էի ստեղծել, ինչու, որովհետև, այսինքն ինչ է նշանակում, բոլորն էլ մեդալներ ստանալու են։ Եթե ես կարող էի առաջին տեղը զբաղեցնել, բայց ռուս մրցավարը ինձ խանգարել է, ուրեմն ինչ-որ նախապես ծրագրված ինչ-որ բան է եղել, եթե կենասը ավելի արագ բարձրանա, կասեք իջնի ներքև։ Գիտեք ինչու, որովհետև իրենց պետք էր, որ իրենց պաշտոնական ներկայացուցիչը առաջին տեղը զբաղեցներ Ջո Պետրովսկին, ով Սկիմո մարզաձևի պաշտոնական ներկայացուցիչն է, ինչպես նրանք ներկայացրեցին, իդեպ պրոֆեսիոնալ մարզիկ էր։ Երբ նրանք հասկացել են, որ ես կարող եմ անցնել նրան, ինձ հետ են իջեցրել։ Եվ ես գրավել եմ երկրորդ տեղը, այսինքն իրենք խլել են ինձնից առաջին մեդալը։ Տեսեք, այդ նույն մարդիկ, որոնց հետ ես ուզում էի լավ հարաբերություններ ստեղծել եւ այդ օրը լռեցի, հայկական sense հայի պես մտածեցի, որ ոչինչ, նյութ է էլի, առանձնապես ինչ որ բան չէ, կարևոր է այդ մարզաձևը Հայաստանում զարգանա, լռեցի եւ հետագայում կատակի տալով հրապարակում եմ հանրայնացրել, հրապարակում եմ կատարել, որ պատանիների հետ է խառնել այդ մրցավարը ինձ, դե ես երիտասարդ եմ էլի երևում, սենց այսպիսի տողեր եմ գրել, կատակի տալով, բայց չէր կարող այդպես խառնել, բացառված է։ Ուրեմն Տիգրան Սիմոնյանը այդ օրը չէր ներկայացել, ուրեմն իրենց պարզապես պետք էր մեկը, ով
կմրցակցի իրենց պաշտոնական ներկայացուցչի հետ։ Ինչևէ, այս նույն մարդիկ մայիսի 16-ի մրցույթը Sky Race տեղենից 2026-ը հետաձգել են։ Պետք է կայանար մայիսի 28-ին եւ նշել էին, որ տոնական օր է եւ այդ պատճառով ենք ուզում անցկացնել այդ օրը։ Իրական պատճառը թաքցրել են մայիսի 28-ից 2 օր առաջ եւս մեկ անգամ են հետաձգել, ամենը գցելով եղանակային վատ պայմանների վրա, եւ մրցույթը կայացավ հունիսի 13-ին։ Հունիսի 13-ից առաջ ես մասնակցել եմ սեմինարի, եղել եմ օգնած, 6 ժամ կանգնած եմ եղել եւ ոտքերս գոնե թե պետք է լարված լինեին դրանից հետո։ Սակայն այդ չէ եղել պատճառը, որ ես գրավել եմ 3-րդ տեղը։ Մրցույթից 10 րոպե առաջ մասնակիցներից մեկը, ինձ հարազատ մեկը, ինձ հայտնեց, ասաց. «Կենաս, այս տարի հովանավոր չեն գտել։ Չես տեսնում, ինչքան քիչ մարդ է եկել եւ այլն»։ Ասացի, այսինքն չեն գտել։ Բա ինչու են, այդ պայն մտածեցի, բա ինչու են եղանակային պայմանների վրա գցել ամենը, պատճառ բերել տոնական օրը, կարելի էր չէ գտնվել ազնիվ եւ բոլորին հայտարարել։ Իդեպ առաջին տեղ զբաղեցրած մարզիկը, ումից ես ընդամենը 1 րոպե 34 վայրկյանով եմ հետ մնացել, Մրցանակապ Աշխուտյանը չներկայացավ, գագաթից չիջավ։ Ես ենթադրում եմ, որ ինքն էլ էր ապատեղեկացված եւ մտածում էր, որ մրցանակային ֆոնդ է լինելու, եւ հասկանալով, որ այդ ֆոնդը չկա, նա չներկայացավ Մրցանակապ Աշխուտյանը։ Իսկ Տիգրան Սիմոնյանը, երբ ինձ հանձնում էին այս ամենը, անուն ազգանունս էլ սխալ հայտարարեց եւ այսպիսի մի բան ասաց, որ Կենասը ուզում էր մրցանակային տեղ զբաղեցնել եւ զբաղեցրեց։ Այդ բան էլի տեսարան չստեղծեցի, ասացի լավ, ինչ ասում է թող ասի, բայց հիմա ասեմ, այսինքն մրցանակային տեղ էր ուզում զբաղեցնել։ Այսինքն այդ պատճառով եք, հա, առաջին տեղը խլել ինձանից Քիմո Առաջնության օրը։ Դուք խոցել եք իմ սիրտը Sky Race տեղենից մրցույթից առաջ։ Ես բարձր զարկերակային այդ թվով բարձրացել եմ գագաթ եւ նախնական զննումը ցույց է տվել, որ ես սրտից վնաս եմ հասցրել։ Ես այս բանին գումարել չունեմ, որ ավելի խորը զննում անցնեմ, մոտակա շրջանում պետք է անցնեմ, բայց այս բանին գումար չունեմ դրա համար, ցավոք սրտի։ Ու այսպես, եւ այն, որ ես անրայնացրել էի Հայաստանն առանց հայերի խորագրով հոլովակների շարքը, եւս մեկ անգամ ապացուցվեց, որ Հայաստանում հայեր չեն ապրում։ Թե մշակութային տեսանկյունից եթե նայենք, թե վարքային դրսևորումների։ Ազնիվն է հայը, ես եմ հայը։ Թե մշակութային տեսանկյունից եթե նայենք, թե վարքային դրսևորումների։ Եվ ես ցանկացա հանրային անդրադարձ կատարել, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչպես են վարվում ազնիվ մարդկանց հետ Հայաստանում։ Ես կարծում էի, որ իմ կյանքում միայն այն ցմփորն է խոչընդոտ դառնալու, այն որ Օլիմպիական կոմիտեի գրասենյակում ինձ հանդիպեց 2020 թվականի պատերազմից առաջ, որ ուզում էի հեռացած մարզաձևում այսպես ասած արդյունքներ գրանցել եւ մարզիչ էի որոնում, հովանավորներ էի փնտրում եւ այլն, այդ ցմփորը, որն ինձ առաջին անգամ հանդիպել էր Հրազդանի կիրճում, իբր ըմբշամարտի մարզիչ էր։ Հա, ասես բանը դառը դեմքով, կյանքը միջից անցած, որ սենց քմծիծաղ տալով, թե
այդ ինչ ցածկեր ես կատարում, ինչի ես պատրաստվում, որ իմացավ ինչի համար եմ անում։ Իդեպ 2020 թվականի հունվարի 1-ն էր այն մարդիկ, որոնք այդ օրը խմած, ծխված պետք է լուսացնեին հաջորդ առավոտը, ես մարզում էի իրականացնում։ Ես 2020 թվականի ընթացքում օրեր կար 2 մարզում էի իրականացնում ինչպես պրոֆեսիոնալ մարզիկները, շատ ծանր մարզումներ, եւ ես այդպես էլ չհիվանդացա այդ տարի։ Իմ դիմադրողականությունը շատ բարձր էր, սննդակարգին հետևում էի, քնիս հետևում էի։ Մարդիկ չէին հասկացել, որ իմ կենսաբանական տարիքը ցածր է, ինձ հնարավորություն չտվեցին, ես գնացի մասնակցեցի պատերազմին, պատերազմի ընթացքում էլ անարդարությունների եմ հանդիպել, դրանց մասին ես բազմիցս խոսել եմ, չեմ ուզում կրկնվել։ Գեղեցիկ պատմություն պետք է դառնար, մարդը 1 տարի շարունակ աշխատում է լեռներում, որպեսզի հովանավորի իր կրթությունը, իր ապագան է կերտում, ինչ որ պահի դրամահավաք է հայտարարում, հայերը անտարբեր չեն մնում եւ մնացած հատվածն էլ վարձի պետք է ես ստեղծեի այդ մրցույթում հաղթելով կամ մրցանակային տեղ զբաղեցնելով, չգիտեմ, եթե մրցանակային ֆոնդ լիներ, գեղեցիկ պատմություն պետք է դառնար, բայց դարձավ գեշ պատմություն։ Գիտեք ինչու, որովհետև Հայաստանում հայեր չեն ապրում։ Հայաստանում ապրում են հայկական ազգանուններով հնդիկներ, որոնք իրենց կենցաղավարությամբ ավելի շատ հնդիկ են, քան հայ։ Թուրք են, չգիտեմ, չեմ ուզում պիտակավորել, հա, այս որպես պիտակավորում չընկալեք։ Ես կենցաղավարությունն եմ ասում։ Սկսած սննդակարգից, այդ տարբեր վարժանքներից, որոնք կատարում են շատերը, եւ վարքային դրսևորումները, ամենակարևորը։ Հայ, ով է հայը։ Այս հարցը ես դեռևս բարձրացրել եմ 2020 թվականից առաջ։ Միայն անուն ազգանունը կամ հարկ տալը հերիք չէ, էլի, հայ համարվելու համար։ Եվ այսպես անընդհատ տարբեր ոլորտներում այսպիսի ոչ ազնիվ, տափուկ, այլ բառեր չեմ ուզում օգտագործել։ Կարող եմ, բայց չեմ ուզում։ Եվ արժանի են այս երկուսը, որ իրենց անունները եւ ազգանունները ես հանրայնացրեցի։ Չեք պատկերացնում ես ինչքան դժվարություններ եմ հաղթահարել իմ կյանքի ընթացքում։ Հայր ծնողս իր ազգանունը ինձ չի տվել, երբ ես ծնվել եմ։ Ես մորս ազգանունն եմ կրել։ Եվ 28 տարեկանում նոր կարողացել եմ անձնագրով կրել իմ տոհմական ազգանունը։ Ես հորս ազգանունն էլ չեմ վերցրել։ Սա այս առաջին անգամ եմ հանրայնացնում։ Հորս ազգանունը, որը տոհմականը չէ, նա պետք է վերականգներ այդ տոհմականը, բայց իր համար տենց կարևոր չի եղել, ինձ համար է կարևոր եղել։ Ես իր ազգանունը չեմ վերցրել, վերցրել եմ տոհմականը, Տեր Արիստակեսյան, ես ազնվականների տոհմից եմ։ Հայրս որևէ ներդրում չի կատարել իմ ապագան կերտելու համար։ Ես շատ դժվարություններ եմ հաղթահարել, ընտրել եմ կյանքի ճանապարհը, թմրամոլ չեմ դարձել, չեմ ծխել, հարբեցողությամբ չեմ զբաղվել, խաղամոլ չեմ դարձել, անազնիվ ճանապարհներով չեմ փորձել իմ ապագաս կերտել, անվճար եմ ընդունվել, բայց էլի բճերի պատճառով չեմ կարողացել անվճար անցնել եւ համալսարանում
սովորել եմ վճարովի, մորաքույրս եթե չլիներ այդ բարձրագույն կրթությունն էլ ես չէի ստանա, ընտանեկան իրավիճակս ես շատ դժվարություններ եմ հաղթահարել, երաժշտական մրցույթների չեմ մասնակցել, մարզական մրցույթների չեմ մասնակցել, որովհետև մորս ազգանունն եմ կրել, ես չեմ ուզեցել ներկայանալ այդպես, եթե տոհմական ազգանունս չէի կրում, ինչու ներկայանայի, ես շատ վաղուց պետք է մեծ լսարան ձեռք բերեի, եթե ես այլ երկրում ապրեի, ինձ ուսերի վրա գրկած կտանեին, որովհետև բազմաշնոր մարդկանց այլ երկրներում, զարգացած երկրներում ուսերի վրա տանում են, որովհետև գիտեն, որ այդ մարդիկ կարող են մեծ փոփոխություններ իրականացնել դրական, բայց Հայաստանում բազմաշնոր մարդկանց խանգարում են ամեն կերպ, ամեն տեղ, բջերը, այն գոյերը, որոնք մարդ չեն, հասկանում եք, երբ որ ասում եմ գոյերը շատ են Հայաստանում, ես փոքր ժամանակ չունեի այն գիտելիքները, չունեի այն փորձը, որ բնորոշում տայի գոյ, տմարդ, պարզապես հասկանում էի, որ մի բան այն չէ Հայաստանում, որ անընդհատ ես խանգարում են, փոքրուց սկսած, տարբեր շրջաններում, տարբեր ոլորտներում, տարբեր միջավայրերում, գիտեք ինչու, որովհետև Հայաստանը Հայաստան, արդեն երբ ասում ես Հայաստան, մտածում ես, որ հայեր են ապրում, Հայաստանում հայեր գրեթե չեն ապրում, այդ իմացեք, մշակութային տեսանկյունից նայենք, վարքային դրսևորումների Հայաստանում շատ քիչ հայեր կան, և սա փաստ է, ես բազմիցս համոզվել եմ, և տուժվել եմ այդ գոյերի, տհայերի, տմարդկանց ձեռը, բայց ես պայքարելու եմ, ես մեծ նպատակներ եմ դրել իմ առաջ, ճիշտ է սիրտս վնասվել է և դեռևս չգիտեմ կյանքիս որակի վրա ինչքան է ազդելու, և ես գուցե մոտակա շրջանում ևս մեկ դրամահավաք հայտարարեմ սիրտս բուժելու համար, որովհետև ես այս պահին անգամ խորը զննում անցնելու համար գումար չունեմ, մի քանի անգամ աշխատանք եմ չեղարկել, որպեսզի մասնակցեի Sky Race Թեղենիս մրցույթին, աշխատանքները եթե ես չեղարկեի, գոնե թե փոքր-ինչ գումար կաշխատեի և այս զննումը կանցնեի, չեղարկել էի, որ ոտքերս շատ չծանրաբեռնեի մրցույթից առաջ, որովհետև պատասխանատվությամբ, սննդակարգին հետևելով, քնիս հետևելով պատրաստվում էի, չեք պատկերացնում, ինչքան էի կարդում, ինչքան էի ուսումնասիրում, նվիրված, մարզասրահում մարզվողները տեսել են, թե ինչպես եմ նվիրված, մանրամասն մարզվել և պատրաստվել, այսպես վարվեցին, և այս իմ անդրադարձը, այս լայն և մանրամասն նրա հետ է կապված, որ չէր կարելի այսպես վարվել ինձ հետ, որովհետև ես կամավորական շատ աշխատանքներ եմ իրականացրել Հայաստանում, դրանց մասին չեմ խոսել, ես ծառայել եմ մարդկանց,
Բայց գոյերը ինձ խանգարում են, ցավոք սրտի։